Ես նախ նախագահ երբեք չեմ համարել, ամենայն հարգանքով իրանց անձերի նկատմամբ, ես իրենց երբեք նախագահ չեմ համարել, որովհետև ես գտել եմ, որ Եվ այն ժամանակ, երբ նախագահ էին, այո, երբևէ ես երբ դուք դաշնակցության շարքերում եք։ այո, ես երբևէ իրենց նախագահ չեմ համարել։ Դաշնակցությունը կոալիցիայի մեջ էր։ Ինձ հեռացրեցին, այդ ժամանակ արդեն ինձ հեռացրեցին։ Ձեզ 15 թվականին են հեռացրել, չէ՞։ Ոչ, 98։ 98։ Այո, ինձ հեռացրեցին։ Հա, ինչու եմ ես այդպես ասում, որովհետև ես գտնում եմ, որ ուշ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, մինչև հեղափոխություն, բոլոր ընտրությունները կեղծվել են տոտալ։ Հետևաբար ես չեմ համարել իրաց նախագահներ, համարել եմ հանրապետություն մեր երկրի ղեկավարներ, այդքան բան, երբեք իրաց անձնական որևէ որակավորում չեմ տվել, գնահատական չեմ տվել, գնահատական եղել են քաղաքական, բայց էդ է, հիմա ես ոնց ասենք բան անեմ, հնարավոր, իրանք ինչ են ուզում նորից գան իշխանության, գոնե իշխանության մաս կազմեն, գոնե հնարավորություն ստեղծեն, որպեսզի թեկուզ իրենք գան ընտրություններին ես գաղափարախոսությունով ժողովուրդը կընտրի մաքուր արդար ընտրությունները, ծառա, բաց չկա, ծառայեմ, ես ծառայեմ, եթե հարմար գտնեն իմ ծառայությունը կամ նպատակավոր գտնեն, բայց այդ ձևը, որ արվում է, ասենք, այդպես անտագոնիստական կերպով ասում եմ մենք դեմ ենք Էդմոն Մարուկյանին, որովհետև Էդմոն Մարուկյանը Նիկոլ երկրորդն է։ Շատ բարի, Նիկոլ երկրորդն է, Նիկոլից էլ Նիկոլ է։ Բայց դա ի՞նչ է փոխում։ Եթե արվում է իմպիչմենտը եւ քաղաքացիական պայմանագիրը զերկվում է որոշակի լծակներից, Էդմոն Մարուկյանը չի հասցնի, որովհետև եթե իմպիչմենտ համաձայնվենք Էդմոն Մարուկյանի շուրջ, ապա փաստաթղթեր կստորագրենք մենք բոլորս, որ ես նախարար էի առնելու, ես նախարար էի առնելու, ես նախարար էի առնելու։